թոշակները 50%-ով բարձրացնելու մեր այդ կոչը, մեր նախաձեռնությունը եւ առաջարկը եւ հանրությանը եւ ներկա կառավարությանը ընդամենը 175 միլիարդ դրամի խնդիր է։ Այդ 175 միլիարդը նույնիսկ 3 անգամ բազմապատկելուց հետո նստում ենք այն փողը, որ մեր խեղճ աղքատ երկրից թալանում են եւ տանում են այդ կապիտալիստները։ Իսկ այդ կապիտալիստները ով է գործարքի մեջ։ Իհարկե իշխանությունները։ Այն անձնավորությունները, որ գալիս են վարչապետի կաբինետում, հանդիպում են, ձեռքսեղումներ են կատարում, համարը իրար շալակ են թռնում, ինչից են։ Ուրախությունից։ Նրանք 1 միլիարդ դոլար են տանում այս փոքրիկ երկրից։ Այս ամենը անհանդուրժելի է եւ թոշակները բարձրացնելու մեր աշխատանքի մեջ մենք մոտավորապես առնվազն 35 միլիարդ դրամ որոշել ենք, որ դա արտաքին պարտքի օպտիմալացումից է գալու մեր ընդհանուր կացը։ Այո, վերջի վերջո մենք պետք է աշխատենք եւ մեր աշխատած գումարը պետք է մնա մեր երկրում, ծառայի մեր թոշակառուներին եւ մեր հանրության զարգացմանը։